Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, AFL-ի շրջանակներում մեկնարկում է Չեմպիոնների լիգա մրցաշարը եւ բացումը անելու են երկու շատ լավ թիմեր՝ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը եւ Բայեր Լևերկուզենը։ Մեկնարկային կազմերը ձեզ ներկայացնեմ, այնուհետեւ անցնենք խաղին։ Հիմա վտանգավոր պահ է, արված ենք տեսնում, սակայն Սևոյանը կարողանում է վերցնել գնդակը։ Ներկայացնեմ կազմերը, Լևերկուզեն, դարպասը պաշտպանում է Սևոյանը, Ավետիսյան, Ազնավուրյան, Գեբեշյան, Պետրոսյան, Կիրակոսյան, Օհանյան եւ Պետրոսյան։ Բորուսիա Մյունխեն-Գլադբախ, դարպասը պաշտպանում է Մարկարյանը, պաշտպաններն են Մարտիրոսյանը եւ Թորոսյանը, Ղազարյան, Մարկարյան, Խաչատրյան եւ Սարգսյան կգործեն կենտրոնում, իսկ հարձակման կրակագծում Մանուչարյանն է։ Հիմա անդրադառնանք խաղին, Լևերկուզենն է գնդակով եւ փոխանցում դեպի հետ։ Իդեպ ասեմ, Բայեր Լևերկուզենը վերջի հանդիպումը անցկացրել է Բենֆիկայի հետ, պարտվել է ցավոք 9-4 հաշվով եւ Չեմպիոնների լիգայի նրանց խումբը կազմված է հետևյալ թիմերից՝ Մյունխեն-Գլադբախն է, Բորուսիայի, Բայեր Լևերկուզենը, Վիլիարեալը եւ Բենֆիկան, այսինքն նրանք Չեմպիոնների լիգայի շրջանակներում նույնպես միմյանց հետ հանդիպելու են, մրցելու են, որպեսզի իմանան, թե նրանցից ով է արդեն ուղղագույնը Չեմպիոնների լիգայում։ Հիմա Գլադբախն է անցնում գրոհի, արված ենք տեսնում, Սևոյանը փրկում է եւ գնդակը հեռացված է։ Գեբեշյան շարժում է ձախ եզրով, սա փոխանցում էր, սակայն փոխանցումը չհասավ հասցեատիրոջը։ Վերսկսված է հանդիպումը։ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը գնդակով երկայնակ է փոխանցում Խաչատրյան։ Շատ լավ փոխանցում էր դեպի Մանուչարյանը։ Շատ կընտրող փոխանցում տեսանք, սակայն Ղազարյանին չհասավ փոխանցումը, դեպի նրան էր ուղղված այդ փոխանցումը։ Գեբեշյան շատ լավ փոխանցում էր դեպի աչիեզր եւ կարողացան Գլադբախի պաշտպանները վերցնել գնդակը։ Մարտիրոսյան, Սարգսյան փոխանցում դեպի Թորոսյանը։ Մարտիրոսյան, Խաչատրյան, լավ շրջանցեց մրցակցին, Բարսից փոխանցում դեպի Ռաֆայել Ղազարյանը, լավ չմշակեց գնդակը Ղազարյանը եւ խախտեց կանոնները Ավետիսյանի դեմ պայքարում։ Երկու թիմերն էլ հիմա զգույշ խաղ են խաղում, որպեսզի ուսումնասիրեն միմյանց, սակայն մեկ խփած գոլը հերիք է, որ երկու թիմերն էլ բացվեն։ Թորոսյան լավ հեռացրեց գնդակը, Ղազարյանն է ընդունում։ Այստեղ սխալվեց են պաշտպանությունում, սակայն Գեբեշյանը խախտել է խաղի կանոնները։ Մարտիրոսյան, փոխանցում դեպի թիմի Ահոր Խաչատրյանը, Մանուչարյան արված եւ գնդակը դարպասում է սիրելի ֆուտբոլասերներ 1-0։ Մեկ 0 սիրելի բարեկամներ, Սևակ Մանուչարյանը Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ռմբարկուն իր թիմին առաջ է մղում
հաշվի մեջ եւ հիմա Leverkusen-ի Bayern-ը հետապնդողի կարգավիճակում է հայտնվում։ Ղազարյան ընդունում է ձախ գնդակը։ Շատ լավ փոխանցում էր դեպի Մանուչարյանը։ Մանուչարյան եւ պրեսինգի միջոցով Leverkusen-ի Bayern-ը խլում է գնդակը եւ արագ կայծակնային հակագրոհի անցնում Leverkusen-ի Bayern-ը Պետրոսյան Արտուր եւ կարծես թե հարված էր կատարում, շեղընթացավ հարվածը եւ հարված կլինի Մարգարյանի պաշտպանած դարպասից։ Կարճ խաղարկում են գնդակը Սարգսյան սխալվում փոխանցում կատարելուց, բայց Սարգսյանը սակայն սխալվում են այստեղ հարված ենք տեսնում Սևոյան փրկեց եւ գոլ։ Գնդակը դարպասում է Վայ Սարգսյան 2-0 Առաջին հարվածը ետ մղեց Սևոյանը, սակայն Leverkusen-ի Bayern-ի պաշտպանների սխալի պատճառով նրանք չկարողացան այդ գնդակը հետ մղել եւ շատ ծանր կարգավիճակում է հիմա հայտնվում Leverkusen-ի Bayern-ը, սակայն սա ֆուտբոլ է եւ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Որ փոխանցում տեսանք դեպի Տոգանային հրապարակ, սակայն կանխեցին Գլադբախի տղաները վտանգը։ Հիմա սխալ փոխանցում ենք տեսնում Ավետիսյան հերվից է հարվածում եւ քիչ էր մնում գնդակը հայտնվեր դարպասում, սակայն Թորոսյանը կարողացավ շեղել գնդակի ուղղությունը եւ անկյունային կտեսնենք։ Իդեպ առաջին անկյունայինն է հիմա լինելու խաղի Բորուսիայի դարպասին։ Իրացված է անկյունայինը, հարված ենք տեսնում եւ մի փոքր բարձր հարվածեց Պետրոսյանը։ Պրեսինգի դիմեցին Leverkusen-ի տղաները տվեցին իր արդյունքը պրեսինգը շատ լավ փոխանցում տեսանք, սակայն Ղազարյանը եկավ եւ կարողացավ նահանջի շնորհիվ հեռացնել գնդակը եւ եզրային նետում կտեսնենք հիմա Leverkusen-ի կատարմամբ։ Վտանգավոր էր գործում Ազնավուրյանը, սակայն ռիսկը արդարացվեց։ Դժվարությամբ են փորձում հաղթել իրենց սեփական Տոգանայինը Leverkusen-ի տղաները, պրեսինգի են դիմել Գլադբախի ֆուտբոլիստները, սակայն նրանց մոտ ստացվեց վերականգնեց Ղազարյանը գնդակը իր թիմի համար եւ այդ փոխանցում դեպի դարպաս ապա Մարգարյանը եւ հիմա Գլադբախի ֆուտբոլիստները կփորձեն մանր խաղարկումներով նետվել գրոհի Թորոսյան սխալ փոխանցում Թորոսյանի կողմից, սակայն թիմակիցը ուղղեց սխալը եւ այո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, հարված դարպասից կլինի։ Խաչատրյան, աչքի եզրով կա տարբերակ, Մանուչարյան պետք է գրավել դարպասը, հարված եւ բարձր է հարվածում Մանուչարյանը։
Ավետիսյանն է գնդակի մոտ երկար փոխանցում ենք տեսնելու եւ խլեցին գնդակը Գլադբախի ֆուտբոլիստները Ղազարյանն է ձախ եզրում փոխանցում դեպի Խաչատրյանը գեղեցիկ պատխահարկում էր սակայն Ղազարյանը չկարողացավ ընդունել գնդակը եւ Պետրոսյանն է շարժվում աջ եզրով արագ հակագրով ենք տեսնում եւ թիմակից էր մանգալի բայց չգտավ տարբերակ եւ ստիպված իդ փոխանցում կատարեց եւ գրողը պետք է սկսել 0-ից Ավետիսյան հերվից է փորձելու Ավետիսյանը հարված բարձր է հարվածում Ավետիսյանը Մարտիրոսյան փոխանցում դեպի Ղազարյանը մեկ հպումով դեպի կենտրոն փորձեց ուղարկել Ղազարյանը սակայն այնտեղ թիմակից չկար եւ լավ չմշակեց գնդակը Ազնավուրյանը եզրային նետումը Բորուսիա Մյունխեն-Գլադբախինն է Ղազարյան մեկ հպումով դեպի Սարգսյանը, Սարգսյան կար խախտում, այո Համար պայքար էր գնդակի համար հիմա, սակայն Սարգսյանը հաղթեց երկար փոխանցում էր ընթանում դեպի Գեբեշյանը, սակայն ուժը ստացվել փոխանցումը Սարգսյանը կնետի եզրից Ղազարյան, Մանուչարյան փոխանցում դեպի Սարգսյանը, պահում է գնդակը Սարգսյանը, Մանուչարյան շրջանցեց մեկ մրցակցի եւ խախտեց կանոնները Կարծես դեպի Տոգանային հրապարակ մի անգամից փոխանցում է պատրաստվում կատարել Ավետիսյանը շատ լավ փոխանցումներ ետքիլոմետր Ավետիսյանը տեսնենք կարող եւ անել այսպես ասած ճարճից իրականացված է Տոգանայինը եւ շատ բարձր է հարվածում Ավետիսյանը արագ խաղարկում է գնդակը Գլադբախի դարպասապա եւ խորքից կսկսի Լևերկուզենի բայերը Ազնավուրյան շարժում է առաջ կենտրոնով թիմակից է ման գալիս Թորոսյանն է միացել գրոհի Մարգարյան փոխանցում դեպի Մանուչարյանը Մանուչարյանը մեկ հպումով դեպի Թորոսյանը, սակայն Թորոսյանը չկարողացավ ճիշտ մշակել գնդակը, սակայն պահպանեց գնդակը իր թիմի համար եւ կար կանոնների խախտում Թորոսյանի դեմ պայքարում, սակայն քանի որ գնդակը Գլադբախի տղաների մոտ էր չսուլեց եւ թողեց շարունակել գրողը, Մարգարյանը աջ եզրով փորձեց առաջ շարժվել Խաչատրյան եւ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Եզրային նետում կլինի Լևերկուզենի կատարմամբ Ղազարյան շատ լավ խլում կատարեց Ղազարյանը Մանուչարյան փոխանցում դեպի Խաչատրյանը Խաչատրյանը նորից Մանուչարյանին տվեց գնդակը եւ
կարողացավ Ավետիսյանը հեռացնել գնդակը եւ անկյունային կտեսնենք հիմա Լևերկուզենի դարպասին։ Խաչատրյանն է պատրաստում իրականացնել անկյունայինը, փոխանցում հեռացած գնդակը Ավետիսյանը, Թորոսյան փոխանցում դեպի կենտրոն եւ նորից հեռացված է գնդակը եւ շատ լավ է տվյալ իրավիճակում պաշտպանվում Թորոսյանը եւ արագ հակագրով չի կարողանում իրականացնել Լևերկուզենի դերը եւ նույնիսկ գնդակն է կարողանում պահպանել իր թիմի համար։ Մանուչարյան, սխալվեց Մանուչարյան այստեղ, փոխանցում Գեբեշյանին, Գեբեշյան, անհասկանալի գործողություն, սակայն գնդակը մնում է Լևերկուզենի մոտ, հերվիս փորձ եւ շեղությամբ ընթացավ գնդակը։ Կիրակոսյանն էր արվածողը։ Փոփոխություն Բորուսիա Մյունխեն-Գլադբախի կազմում դաշտը լքեց Մարտիրոսյանը եւ նրա տեղը Աղադաշտոս եկավ Աղաջանյանը։ Հենց նա հիմա գնդակով փոխանցում էր սա ուղղված դեպի Խաչատրյանը, սակայն չհասավ գնդակին Խաչատրյանը եւ Սևոյանը վերսկսեց հանդիպումը։ Փոխանցում դեպի Պետրոսյանը, Պետրոսյան, Ազնավուրյան կներեք, Գեբեշյանն ընդունում, արված եւ գոլ, գնդակը դարպասում է, 2-1։ Ապահովության համար ստուգեց խաղի մրցավարը իր վերջին դրվագը եւ գոլը արձանագրված է Վարդգես Գեբեշյան կարողանում է կրճատել հաշվի տարբերությունը եւ 2-1 սիրելի ֆուտբոլասերներ հիմա անմեղ իրավիճակում սխալվեց Գլադբախի ֆուտբոլիստը եւ եզրային նետում Լևերկուզենինը Արքարյան փոխանցում դեպի կենտրոն եւ սխալվեց այս իրավիճակում Աղաջանյանը Շատ լավ փոխանցում էր դեպի Մանուչարյանը, Մանուչարյան չկարողացավ շրջանցել Ավետիսյանին, սակայն գնդակը պահպանում է իր թիմի համար, Ղազարյան, Խաչատրյան, փոխանցում դեպի Մանուչարյանը, հարված հակեցին Մանուչարյանի հարվածի հարվածը եւ անկյունային Փոխանցումը իրականացած է, Սևոյան հեռացնում է գնդակը։ Աղաջանյանն է իրականացնելու եզրային նետումը, Մանուչարյան, փոխանցում դեպի Դոգանային հրապարակ, Խառնաշփոթ է հիմա, սակայն կարողանում է հեռացնել գնդակը սեփական կիզադաշտից Լևերկուզենի տղաները եւ հակագրով ենք հիմա տեսնում, Պետրոսյան փոխանցում դեպի կենտրոն, հարված եւ դարպասածողն է հիմա փրկում Բորուսիա Մյունխեն Գլադբախին։
Իդեպ թիմի նորեկն էր հարվածողը։ Փոխանցում ենք հիմա տեսնում դեպի Մանուչարյանը, Մանուչարյան շրջանցեց եւ խախտեց կանոնները Ավետիսյանը Մանուչարյանի դեմ պայքարում։ Գլադբախի կայծակնային հակագրոյի պատճառով չկարողացա ասել, Լևերկուզենի նորեկներ Վլադիմիր Պետրոսյանը շատ լավ հարված կատարեց եւ հիմա մրցավարը կգա դիտելու վերջին դրվագի կրկնապատկերը համոզվելու կար արդյոք խախտում թե ոչ։ Դիտեց դրվագը խաղի մրցավարը եւ չկա 11 մետրանոց, կանոնները խախտված էր Լևերկուզենի տուգանայինից դուրս եւ գնդակի մոտ էլ թիմի ավակը Խաչատրյանը տեսնենք թե ինչ են մտածել Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ֆուտբոլիստները։ Փափուկ փոխանցում Թորոսյան հարված եւ գոլ։ Հարություն Թորոսյան։ Հարություն Թորոսյան 3-1 շատ գեղեցիկ գլխի հարվածով կարողանում է գրավել Սևոյանի դարպասը։ Իդեպ ասեմ, որ Գլադբախում շատ վտանգավոր է Թորոսյանի եւ Խաչատրյանի այդ խաղը, այդ կապը իրենց մեջ։ Միշտ Խաչատրյանը փափուկ փոխանցումով ուղարկում է Թորոսյանի գլխին եւ Թորոսյանը գլխի հարվածով կարողանում է գրավել մրցակիցների դարպասները։ Այստեղ տեսնենք ինչ է պատահել Լևերկուզենի ֆուտբոլիստի հետ։ Պետրոսյանն Արտուրն է խոտած ազգի։ Ուսանք ամեն ինչ կարգին է և վնասված լուրջ չէ։ Ամեն ինչ կարգին է, սիրելի ֆուտբոլասերներ կարող են շարունակել հանդիպումը։ Կիրակոսյան շատ լավ փոխանցում է դեպի Գեբեշյանը, Գեբեշյան փորձեց փոխանցել Օհանյանին եւ վերջ, սիրելի բարեկամներ, առաջին խաղակեսը ավարտված է 3-1 հաշվով։ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը հաղթում է Լևերկուզենի Բայերին, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեկնարկումը մեզ մոտ Լևերկուզենի Բայերը եւ Բորուսիա Մյունխեն-Գլադբախ հանդիպման երկրորդ խաղակեսը, հիշեցնեմ 3-1 հաշվով Բորուսիա Մյունխեն-Գլադբախը հաղթում է։ Տեսնենք թե ինչ է պատրաստել թիմերը մեզ երկրորդ խաղակեսի համար, շատ ակտիվ են սկսել հանդիպումը երկու թիմերն էլ։ Շատ լավ փոխանցում տեսանք հիմա Մարգարյանի կողմից, սակայն Սարգսյանը կորցրեց գնդակը աչքի եզրում, Ավետիսյան, երկար փոխանցում դեպի Օհանյանը, Օհանյան կա աչքից տարբերակ, Պետրոսյան եւ չհասկացան միմյանց Պետրոսյանը եւ Օհանյանը եւ եզրային նետումը կլինի Բորուսիայինը։
Գեբեշյան արված հիմա տեսան Գեբեշյանի կողմից, սակայն շեղ արվածեց Մարտիրոսյան փոխանցում դեպի Սարգսյան Աշեզրում եւ հիմա դարպասապայի սխալից Պետրոսյանը կարողանում է կրճատել հաշվի տարբերությունը 3-2 3-2 սիրելի բարեկամներ շատ անսպասելի գոլ հիմա բաց թողեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախը նույնիսկ ես չէի սպասում այդ գոլին եւ հիմա նորից կանոնների խախտում Մարկարյանի դեմ պայքարում Բարսեղյանը Մարկարյանը տվյալ իրավիճակում չհասկացան իրար թե ով է հեռացնելու գնդակը եւ Պետրոսյանը արագ արձագանքեց նրանց միմյանց չհասկանալուն հիմա Էրվից Սպորտ Գեբեշյանի կողմից արագ արձագանքեց Պետրոսյանը նրանց միմյանց չհասկանալուն եւ կարողացավ կրճատել հաշիվը հիմա շատ լավ կտրող փոխանցում տեսանք Ղազարյանի կողմից Մանուչարյան եւ շեղ արվածեց Մանուչարյանը շատ լավ բան նորից վերականգնել երկու գոլով հաշվի տարբերությունը շատ գեղեցիկ փոխանցում տեսանք Ղազարյանի կողմից այստեղ Օհանյանը չի կարողանում ընդունել ճիշտ գնդակը հիմա նորից դարպասապահը սխալվում է սակայն կարողանում է ուղղել իր սխալը պրեսինգ էր գնացել Գեբեշյանը եւ քիչ էր մնում նրա պրեսինգը տալ արդյունք անկյունային իրականացնի հիմա Պետրոսյանը Վլադիմիր Պետրոսյանը փոխանցում բարձրից հեռացված է գնդակը Մանուչարյան սլանում է ձախ եզրով եւ հեռացնում է Պետրոսյանը գնդակը եզրային նետում Ղազարյան շատ լավ շրջանցեց Մանուչարյան եւ կանգնեցեց խաղը մրցավարը տեսնենք ինչ է պատահել Ղազարյանին եւ Սևոյանին կարծես բախվեցին նրանք երկրորդ հարկի համար պայքարելու կարծես հարված է ստացել Ղազարյանը վերջ շարունակում է հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ երկար փոխանցում դեպի Մանուչարյանը Սևոյանը հիմա չի կարողանում ֆիքսել գնդակը Խաչատրյան փոխանցեց Մանուչարյանին սակայն Մանուչարյանը չկարողացավ մշակել գնդակը Մարկարյան փոխանցում դեպի Աչ Մարտիրոսյան փոխանցում բարձրից սակայն արված ստացվեց փոխանցումը կարող էր հիմա Գլադբախը խլել գնդակը Գեբեշյան ձախ եզրում սլանում է առաջ Գեբեշյանը արագացել է Գեբեշյանը փոխանցում եւ ինչպիսի դիրքից է հիմա վրիպում Օհանյանը
Շատ լավ խաղարկում տեսանք հիմա Լևերկուզենի տղաների կողմից։ Տասամարով, մեկը տասամարով։ Մանուչարյանը նահանջել է դեպի պաշտպանություն։ Մարտիրոսյան խաղանկերը ման գալիս։ Փոխանցում է Մանուչարյանին, Մանուչարյան կարելի է գրավել դարպասը եւ գոլ։ Սևակ Մանուչարյան Սևակ Մանուչարյան 4-2 չգրավեց դարպասը 100%-անոց դիրքից, սակայն կարողացավ գրավել դարպասը Տուգանայինի հրապարակից դուրս եւ ասում է իր խոսքը երկրորդ անգամ Գլադբախի ռմբարկուն եւ հիմա վտանգավոր գրոհի էր անցել Լևերկուզենը, սակայն Խաչատրյանը շատ լավ է կարդում խաղը եւ կարողանում է խլել գնդակը եւ Ղազարյանն է հիմա սլանում ձախ եզրով փոխանցում դեպի Մանուչարյանի եւ կարողանում է հեռացնել գնդակը Լևերկուզենի պաշտպան Ազնավուրյանը եւ անկյունային հիմա կիրականացնի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Խաչատրյանն է գնդակի մոտ փոխանցում բարձրից եւ հեռացնում են գնդակը Լևերկուզենի տղաները եւ կարելի է հիմա շատ արագ հակագրոհ իրականացնել Ավետիսյանը միանում գրոհին սլանում է աչի եզրով առաջ փոխանցում կատարեց Ավետիսյանը, սակայն Սարգսյանը կարողացավ վերցնել գնդակը։ Հիմա պրեսինգի է դիմը Գեբեշյանը շատ լավ խլում կատարեց Գեբեշյան փոխանցում դեպի Տոգանային հրապարակ, սակայն հեռացրեց Արքարյանը գնդակը։ Ավետիսյան, գուցե հերվից փորձել Ավետիսյան, այդպես էլ անում է հարված եւ շատ վտանգավոր անհանդարտ արեց դարպասապահ, սակայն չկարողացավ Պետրոսյանը դարպասի մեջ մխրճել գնդակը եւ հիմա Ղազարյանն է փորձում հարված կատարել եւ մի փոքր բարձր է ստացվում Ղազարյանի հարվածը Գեբեշյան խլեց գնդակը, Գեբեշյանը հարվածում է Գեբեշյանը եւ քիչ էր մնում գնդակը հայտնվեր Գլադբախի դարպասում, սակայն փրկվեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Ղազարյան շրջանցեց երկու մրցակցի սլանում է ձախ եզրով Ղազարյան հարվածում է Ղազարյանը եւ շեղությամբ ընթացավ հարվածը շատ էր արագացել Ղազարյանը եւ վերջի պահին չկարողացավ գնդակը կառավարել Եվ փոխարինում խաղադաշտը լքում է Ղազարյանը եւ նրա տեղը խաղադաշտը մտնում Աղաջանյանը Գեբեշյան փոխանցում դեպի Պետրոսյանը Արտուրա հերվից է արվածում Պետրոսյանը եւ Մարգարյանը վերցնում է գնդակը Բարսեղյան Փոխանցում դեպի Մարգարյանը Խաչատրյան շատ լավ է նկատում աչի եզրում Սարգսյանին, սակայն կարողանում է Ավետիսյանը խլում կատարել եւ ձախ եզրով սլանում է առաջ փոխանցում դեպի Պետրոսյանը Պետրոսյան շրջանց մեկ մրցակցի, սակայն Մարտիրոսյանը կարողացավ խլել
Գեբեշյան փոխանցում դեպի Օհանյանը պետք է գրավել դարպասը եւ Մարգարյան շատ գեղեցիկ սեյվի եղինակ է դառնում հիմա Արմեն Մարգարյանը Անկյունային կիրականացնի հիմա Լևերկուզենի բայերը Փոխարինում հիմա Բորուսիա Մյունխեն Գլադբախում Ավետիսյան եւ խախտեցին նրա դեմ խաղի կանոնները շատ վտանգավոր դիրքում Թորոսյանն է մտնում խաղադաշտ եւ հեռանում է խաղադաշտից Վարսեղյանը Կարծես Գեբեշյանն է իրականացնելով Տուգանայինը Գեբեշյան փոխանցում դեպի Ավետիսյանը Ավետիսյան եւ շեղությամբ հարվածեց Աղասի Ավետիսյանը Եվ Թորոսյանն է հիմա հայտնվել խոտածածկին, սակայն կարծես ամեն ինչ կարգին է նրա հետ Այո Խաչատրյան, աչքի եզրում կա տարբերակ Սակայն նայում է նա դեպի Մանուչյանը փոխանցում Մանուչյանը պետք է գրավել դարպասը եւ Այստեղ սխալվեց դարպասապահը չկարողացավ միանգամից ֆիքսել գնդակը, սակայն դարպասազողը եկավ նրան օգնության եւ մի ամուր ուժերով նրանք կարողացան թույլ չտալ դարպասի գրավումը Այստեղ կզգուշացվի Վարդգես Գեբեշյանը մրցավարի հետ վիճելու համար ձեռքով խաղ է պահանջում նա Շարունակում է հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ Նա սխալվում է Գլադբախի ֆուտբոլիստը Օհանյան Եվ Մարգարյանը կարողացավ շատ լավ խլում կատարել հիմա հակագրող կարծես կտեսնենք եւ ոչ խախտեցին կանոնները Աղաջանյանի դեմ պայքարում Եվ կարճ խաղարկում է Խաչատրյանը Մարտիրոսյանի հետ գնդակը Մարտիրոսյան փոխում է գրոհի եզրը դեպի աջ Մանուչարյանն է ընդունում գնդակը Մանուչարյան փոխանցում դեպի Խաչատրյանը Նա լավ խաղարկումներ տեսանք Գլադբախի տղաների կողմից Փոխանցում Բարսից հիմա դեպի Աղաջանյանը, սակայն Ազնավուրյանը հեռացնում է գնդակը եւ անկյունային հիմա կտեսնենք Լևերկուզենի դարպասին Խաչատրյան փոխանցում նորից Թորոսյանին եւ Թորոսյանը շեղ է հիմա արվածում Նույն ձև կարող էր գոլի եղինակ դառնալ Թորոսյանը եւ նորից ասիստի եղինակ դառնալ Խաչատրյանը, սակայն շեղ հարվածեց Հարություն Թորոսյանը Կարծես Գլադբախի գախնի զենքը լինի այդ խաղարկումը Սարգսյան ստանում է գնդակաչ եզրում, փոխանցում դեպի Մանուչարյանը, Մանուչարյան Մարգարյան Սարգսյան Նորից Մարգարյան փոխում է գրոյի եզրը Աղաջանյանն ընդունում է գնդակը ձախ եզրում կարծես պատրաստվում է հարվածել հարվածում է
Եվ Ավետիսյանը երկու անգամ գալիս է գնդակի դիմաց եւ փակում հարվածի ճանապարհը Պետրոսյանն իմաստանում աչեզրում հակագրովում է Leverkusen-ի բայերը խառնաշփոթը հիմա եւ հաղթեցին կանոնները հիմա Պետրոսյանի դեմ պայքարում Հիմա նորից վտանգավոր դիրքում Տուգանայինի հնարավորությունը ստանում Բայերը Գեբեշյանը եւ Ավետիսյանն գնդակի մոտ Ոչ Ավետիսյանը հեռանում է Գեբեշյանը իրականացնելու հարվածը Սակայն չգիտենք դա լինելու է ուղիղ հարված դարպասին թե փոխանցում նորից Ավետիսյանին բայց ոչ հարվածում է մոտակա անկյունը Գեբեշյանը եւ կարողանում է հեռացնել Թորոսյանը գնդակը դարպասի միջից եւ կայծակներին հակագրոհի հիմա կտեսնեն Գլադբախի կողմից եւ Ավետիսյանը գալիս է կանգնում է եւ կանխում է հակագրոհը եզրային նետում իրականացված է նետումը Աղաջանյան կրունկով փորձեց փոխանցել Սարգսյանին սակայն Ավետիսյանը փակեց փոխանցումը ճանապարհը եւ Պետրոսյանը մասլանում աչիեզրով եւ շատ գեղեցիկ սանկման է հիմա գնում Մարտիրոսյանը եւ կարողանում հեռացնել գնդակը հարված դարպասից ուղարկում է դեպի Մանուչարյանը գնդակը Մարտիրոսյանը Մանուչարյան պատտվում է հարվածում է նույնիսկ եւ շատ գեղեցիկ սեյվի եղինակի հիմա դառնում Սևոյանը եւ անկյունային կտեսնենք Ցածրից փոխանցում կատարեց Խաչատրյանը դեպի Աղաջանյանը, սակայն կանխեցին Leverkusen-ի պաշտպանները, Թորոսյան փոխանցում աչիեզր եւ հանգստացնում է հիմա խաղը Բորուսիա Մյունխեն-Գլադբախը հաշիվը նրանց թույլ է տալիս խաղարկել գնդակը սեփական կիսադաշտում Մարագանում է Թորոսյանը կենտրոնով շրջանցում է Ավետիսյանին, Մանուչարյանին է փոխանցում գնդակը, Մանուչարյան փոխում է գրոհի եզրը դեպի աջ, Սարգսյան և վերցնում է դարպասապահը գնդակը, Գեբեշյան գեղեցիկ հնարքով շրջանցում է Մրցակցին և Թորոսյանն է լավ պաշտպանում այս դրվագում և անկյունային նորից կտեսնենք Գլադբախի դարպասի փոփոխություն հիմա Գլադբախի կազմում Սարգսյանն է լքում խաղադաշտը և նրա տեղը խաղադաշտ է մտնում Ղազարյանը Ցածրից փոխանցում, գնդակը հեռացված է, նորից փոխանցում և նորից անկյունային։ Հիմա բարձրից փոխանցում տեսանք Ղազարյան, փոխանցում է դեպի Մանուչարյանը և խախտում հիմա Ազնավուրյանի դեմ պայքարում Կիրակոսյանն է գնդակի մոտ կարծես բարձրից փոխանցում է հետևելով Գլադբախի Տուգանային հրապարակ հեռացնում է Թորոսյանը գնդակը նորից բարձրից փոխանցում դեպի Գլադբախի Տուգանային սակայն Ղազարյանն էր այստեղ հսկում իրավիճակը Եվ այստեղ սխալվում են հիմա Բորուսիայի ֆուտբոլիստները և գոլ Վարկես Գեբեշյան 4-3 նորից Բորուսիայի ֆուտբոլիստների սխալից
կարողանում է կրճատվել հաշվի տարբերությունը Leverkusen-ը եւ հիմա Leverkusen-ի տղաները ամեն ինչ անելու են, որպեսզի վերականգնեն հաշվի մեջ հավասարությունը։ Մանուչարյան Խլում է Ավետիսյանը Մանուչյանից գնդակը Թորոսյան շատ կարևոր եւ լավ խլում կատարեց հիմա Թորոսյանը եւ արագ հակագրոյի անցնում հիմա Բորուսիա Մյունխենգլադբախը Մանուչարյան թողում է գնդակը Խաչատրյանին Խաչատրյան շրջանցում է կարելի է հարված եւ Սևոյանը հեռացնում է գնդակը նետում է հիմա իրականացում է Leverkusen-ի Բայերը Կիրակոսյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը եւ արված դարպասից Ավետիսյանն ստանում գնդակը ձախ եզրում Գեբեշյան Պետրոսյան Նորից Գեբեշյան բարձից փոխանցում դեպի Օհանյանը եւ շեղ է հարվածում Օհանյանը Ղազարյան շատ լավ փոխանցեց Մանուչարյանին եւ Մանուչարյան ինչպիսի գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում հիմա Սեյբակ Մանուչարյանը Հինգ-երեք շատ գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում հիմա Սեյբակ Մանուչարյանը Նաև կարելի է այստեղ նշել Ղազարյանի գլխով ասիստը եւ հետրիկ հիմա ձևակերպեց Սեյբակ Մանուչարյանը տեսնենք թե հիմա ինչ կմատուցի մեզ Leverkusen-ի Բայերը կարծես թե նրանք փորձում են հավասարացնել հաշիվը սակայն Գլադբախը նորից երկու գնդակով առաջ է անցնում հաշվի մեջ եւ անկյունային հիմա կտեսնենք Գլադբախի դարպասին Պետրոսյանն է գնդակի մոտ Փոխանցում բարձից հեռացված է գնդակը Գեբեշյան նորից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ եւ հարված դարպասից է նշանակում մրցավարը Եվ վերջ հարգելի բարեկամներ ավարտված է հանդիպումը 5-3 հաշվով կարողանում է Բորուսիա Մյունխենգլադբախը հաղթանակի հասնել Բայերի Leverkusen-ի դեմ խաղում շատ գոլառատ եւ գեղեցիկ հանդիպում միմյանց դիտեցինք հարգելի ֆուտբոլասերներ մնացեք մեզ հետ կվերադառնանք մի քանի րոպեից